Ողջույն բարեկամներ։ Այսօրվա հարցումը ստանդարտից դուրս է լինելու։ Տեղտեղ գուցե նույնիսկ 18 պլյուս մի բան, որ ես աշխատում եմ թույլ չտալ իմ եթերներում, բայց ունենք էլ ինչ-որ ունենք։ Ինչպես նկատել եք, ես իմ հաղորդումները, այս հաղորդումները ես պատրաստում եմ ամեն օրվա ռեժիմներով, անպայման ունեն տրամաբանական սկիզբ ու վերջ, սկսում եմ դասականների ցիտատներով, վերջացնում ինքնության մշակութային մեր առանձնահատկությունների ընդգծումով։ Այսօր ստանդարտը մի քիչ այլ է լինելու, որովհետև Հայաստան այլևս առաջվա Հայաստանը չի, այլ է։ Տրադիցիոն դասականների խոսքերի փոխարեն ես այսօր այլ մարդու խոսքեր կներկայացնեմ, որովհետև պարզվեց դասականներին լսող չկա։ Պարզվեց այն մարդիկ, որոնք իրենց կյանքով ապացուցել են, որ իրենք կարծիք ունենալու իրավունք ունեն, պատգամներ ուղարկելու, հղելու իրավունք ունեն, իրավունք ունեն, բայց լսող չեղավ։ Այսօր անկախ նրանից այս խոսքերի լսող կլինի, թե չէ, ես ուզում եմ այդ մեր դասականների ծայրահեղ մյուս կողմում կանգնած մի ուրիշ մարդու խոսքերով սկսել, որովհետև մտածում էի հայ տղամարդը, տղան, հասարակ տղան, որ փողոցում մեծանում է, դասի է գնում, բակում խաղում է, կարող ասենք դասականների ասածին ականջ չդնի, որովհետև դա իր համար մի քիչ հեռու լինի, բայց ասենք իր մոտ լեզու, իր միջավայրի լեզուն պետքա որ իրան ընկալելի լիներ, էլի։ Պարզ մարդկային լեզու, պարզվեց այդ էլ իրան ընկալելի չի։ Հիմա ես ուղղակի իրանց հիշեցման կարգով եմ ես ամեն ինչը կարդում։ Խոսքը Ռաֆի մասին է։ Ռաֆ, օրենքով գող Ռաֆի մասին։ Իր խոսքերը չէր կարող օդում մնալ։ Ասենք եթե Անդրանիկը կարող էր ասել, Նժդեհը կարող էր ասել ու մի մասի համար ընկալելի լինել մյուսի, չէ, բայց Ռաֆի ասածը չէր կարող ընկնել գետին sense կորել, էլի։ Դա կլիներ վտանգներով հղի։ Եվ ես միշտ մտածում եմ, որ Հայաստանում կան չգրված օրենքներ, որոնք աշխատում են ժամացույցի պես, կամ պիտի աշխատեն ժամացույցի պես, որովհետև եթե տղամարդ կա, տղա կա, դա ոնց կարող է չաշխատի, պարզվեց չկա։ Ինչ էր ասում Ռաֆը։ Երբեք ոչ ոքից քեզ բարձր չդասես, երբեք չծախվես, կլինես կարիքավորների խեղճերի կողքին, անկածին չհարվածես, ճիշտն ու սխալը փողով չլուծես, մնա մարդ, ամեն պարագայում։ Եթե մեկը կանցնի թույլատրելի սահմանները, լավ գիտես կանոնները ինչպես կարող ես ցույց տալ ճիշտ եւ սխալը իրեն անպատասխան արժանի տեղ։ Պարզ ձևակերպված է, էլի։ Ոչ մի հանճարեղ, պարզ հասկանալի մարդկային ընդունելի, այնքան ընդունելի, որ ես ձեզ համար, իմ դիտողների համար ցիտում եմ։ Ինձ թվում էր, թե բակերում, մարդկային միջավայրներում ես պարզ օրենքները, որոնցով մենք մեծացել ենք, ապրել ենք, ընդ որում ապրել ենք այն ժամանակ, երբ որ Հայաստանում օրենք չկար, ոստիկան չկար, որովհետև այս ամեն ինչը մեր համար ընդունելի էր։ Մենք ստատուս քվոյի մեջ էինք ապրում, մենք ունենք ընդհանուր համաձայնություն։ Եկավ մի մարդ, որ ասեց դասականին պետք չի, ընդհանրապես ճիշտը պետք չի, ընդհանրապես մաքուրը մեզ պետք չի, ոչ էլ հոգևորների քարոզն է մեզ պետք, մի խոսքով։ Ճիշտը որն է, մարդկայինը որն է, այսօրվանից առաջնային է լինելու սատանիզմը եւ բոզությունը, ով ինչքան շատ, ով ինչքան բաց, այնքան գլխիս վրա տեղ ունի։ Ես մտածում եմ, այս ճիվաղներն ով են, որ իրանց այս օրենքներով, այս փնթիները, այս գարշելի, այս մանկուրտները ով են, որ կարողանան հայկական հասարակության մեջ, ավանդական հայկական հասարակության մեջ տոկոս ունենան, տոկոս, սրանք որ կյանքում տոկոս չեն ունեցել, սրանք որ կյանքում մարդ չեն եղել, հաշիվ չեն եղել, իրանց հաշվել են գլխականակ
բայց ընդամենը գլխականակ իրենք հաշիվ չեն եղել։ Իրանք կարծիք ունենալու իրավունք նույնիսկ չեն ունեցել։ Մեկ էլ այսօր ասեցին ու արեցին։ Հայաստանը դարձրեցին մեծ հաշվով մանկուրտների եւ սատանիստների միջավայր։ Արդեն պարլամենտի մակարդակի վրա, որտեղ իրանք են որոշելու մեր կյանքի օրենքները։ Հա, ասեցին այսօրվանից, ասեցին ու արեցին։ Ճիշտը սատանիզմն է ու բոզությունը։ Ով սանից դուրս է, ինքը պրոբլեմ ունի։ Ասեցին ու արեցին, իսկ հիմա գնանք հերթով։ Այս նույն վիճակն էր 20-ական թվականներին Ռուսաստանում։ Հիմա այս ինտելեկտուալների հետ եմ խոսում։ Այն ում համար որ Ռաֆի խոսքերը ինչ որ մի բան հիշեցեցին, ում չէ, որտեղ իրենք այս ապագաներին ծանոթ չեն, ես ուզում եմ Բուլգակովին հիշացնեմ։ Իսուսս նստած մտածում սենց պիրուտ մարդկության մեջ, որ կեղտը, չեռնը, մանկուրտները ունեցել են իշխանություն եւ եղել է սատանիզմի հաղթարշավ, հա նկարագրել է Բուլգակովը ուղիղ 100 տարի առաջ, ուղիղ 100 տարի առաջ գրվեց Մաստերն ու Մարգարիտան։ Ինչի մասին։ Այգոսես մի հատ բան կար, հասարակություն կար, որտեղ սատանիզմն էր քալոզվում, հա, եւ այն էլ ինչ որ Հայաստանում այսօր օրենք չկա, սուտը ծաղկում է, այսինքն սուտն է գերիշխում, հա, եւ մի ինչ որ շերտ ղեկավարում է ամբողջ երկիրը, ոնց ուզում է, ամբողջ երկիրը սովի մատնված, այդ շերտը իր պատահանդեսների մեջ է, իր կայֆերի մեջ է, կեղծ, սուտ, գարշելի, մեկ էլ այդ վիճակին հասարակության մեջ է հայտնվում Վոլանդը։ Ես հիմա սպասում եմ Հայաստանում ոնց է ծնվելու այդ Վոլանդը, ու մեկ էլ մենք իմանալու ենք, էսի կորավ, էնի սանց եղավ, էնին հենց եղավ։ Գիտեք ինչի։ Շատ լավ ցույց է տալի, ում բերում են դատարան, պարզվում է Վոլանդը ոչ մի բան չի արել։ Ընդ որում Վոլանդը ոչ մի բան չի արել սատանան։ Ում պատժելը պարզվեց արժանի էր։ Այ հիմա ինձ իմ նմաններին բան չի մնում անելու, քան սենց նայել, թե արդեն Վոլանդը իջած Հայաստանում ինչ պատիժներ է իրականացնելու, որովհետև որի տակը սենց բացենք, տեսնելու ենք ով է, ինչպես էս պիեսում էր նկարագրված։ Լավ, գոնե ինտելեկտուալները կարան հասկանան իրանք ինչ բերեցին այս երկրի գլխին։ Վստահ եմ, գոնե ասենք ոչ բոլորը, գոնե 50% տեղյակ է իրենց պատմությանը, էլի։ Այն որ լուր գլավլիտի նման սենց իրենց կաբինետներում տներ են ստացել, խնջույքներից են օգտվել, կառավարական փշրանքներից օգտվելով թքած ունեն իրականում երկրում ինչա կատարվում, այդ բոլշևիզմի հաղթարշավը իրաց առանձնապես չէր հետաքրքրում, ոչ էլ զոհերն էին հետաքրքրում, որտեղ իրանք այդ ժամանակ արտոնություններ ունեին։ Սուտը, կեղծիկը, սատանիզմը խառնվել իրան եւ եկավ իր պարարտ հողի մեջ կանգնեց Վոլանդը, ասեց այսօրվանից ես եմ ստե թագավորը, սանից լավ տեղ չկա իմ համար, որովհետեւ այսքան աջակից ես ոչ մի տեղ չեմ ունեցել։ Իրոք ինքը չէր ունեցել։ Իհարկե շատերն ասում են, որ այդ ժամանակվա այդ կերպարը Վոլանդի Ստալինն էր, որ այսպես բոլոր ուսերի վրա տանում էին։ Գուցեև դա իրական չի, բայց ամեն ժամանակ, ամեն այս կարգի պղծված շրջան պատմական ծնում է իր Վոլանդը։ Ու իմ նման մարդկանց զգուշացնելուց բացի բան չի մնում անելու։ Դա համար եմ ասում, այսօրվա հաղորդումը մի քիչ ստանդարտից դուրս է։ Շատ ստանդարտից դուրս է։ Որովհետև ինչքան դու ուզում ես փրկարար աշխատանքներ տար, բացատրական աշխատանքներ տար, եթե արդեն ակտուալ չի խոսքը, եթե արդեն այլ արժեքներ են գերակշռում, ես չգիտեմ, մնում է հարմարվելը։ Իմ ջանոց ասեմ, ես չգիտեմ, վաղը մենք հաղորդում կունենանք, թե չենք ունենա։
Երկրորդ օրը կունենանք, թե չենք ունենա, որովհետև առանձնապես իմաստն էլ արդեն չեմ տեսնում։ Ես այսօր կնկարագրեմ այն ինչ որ կա, դες ցույց կտամ ինչա կատարվում, ու կմտածեմ ինչա։ Որովհետև ես այս խաղին չեմ ուզում մասնակից լինել։ Չէ։ Որովհետև գիտեմ այս խաղի մասնակցության հետևանքները։ Դե համար եմ ասում, են ինտելեկտուալ, ճակերտավոր եմ ասում, էլի ինտելեկտուալ։ Շերտն էլ պետք է իմանա ինչ է նշանակում այս խաղի մասնակից դառնալ։ Դրա հետևանքները արդեն անցել է այս պետությունը։ Իսկ այս տարածաշրջանում մենք եղել ենք։ Սա պատմական շրջան է, որ մենք անցել ենք։ Ինչպես ասում էր Ռազինսկին, ասում էր, պատմությունը ոչինչ չի սովորացնում, պատմությունը դրա համար չի։ Պատմությունը ուղղակի նադզիրացել է բոլորի գլխին, վերակացու, որը կրկնվելով, պարտադրում է դասեր քաղել, այնքան ժամանակ, քանի դու չես քաղել։ Ինքը չի եկել քեզ սովորացնելու։ Ինքը ուղղակի տեսնում որ դու չես սովորում, ինքը քեզ պարտադրում է դա կրկնել։ Հիմա Հայաստանը նույն շրջանն անցնում, ինչ որ 20-ական թվականների սովետական միությունը, Ռուսաստանը, այ լրիվ նույն ձևի։ Հիմա հասկանանք ինչու այսօր եւ ոնց եղավ սա, հա։ Երեք էլ բարձ դարձավ, որ Միշուստինը հանդիպում է ունենալու Փաշինյան Նիկոլի հետ։ Միշուստինը Պուտինը չէ։ Ասի, հետաքրքիր է։ Պուտինը չի, Միշուստինը։ Ու մեկ էլ բարձվեց, որ արդեն եկավ դիրեկտիվները, հրամանը, ով ինչ պետք է անի։ Նիկոլը պայմանավորվեց, որ առաջիկայում հանրաքվե չի անցկացնելու Եվրոմիսիոն մտցնելու համար երկիրը։ Պրոբլեմ չկա, ես դա չեմ անում։ Դե լավ, դու չես անում, մենք էլ կասենք մեր ագենտներին, թող մտնեն խորհրդարան եւ ուժեղ Հայաստանը վերցնում է մանդատները։ Փաստորեն Նարեկին, որպեսի մանդատները պետք վերցներ, հա, պետք է ամեն գնով ապացուցեր, ամեն գնով, ոյանք խախտումներ են եղել այդ ընտրությունների ժամանակ, որ այս ընտրությունները կեղծված են, հանցագործ ձևով են կատարվել, հետո մանդատները վերցներ։ Փաստորեն որպեսի դառնալ Նիկոլ, հա, պետք է ամբողջ այս շրջանով անցներ, հետո ասել, չէ, Նիկոլ, դու ճիշտ էիր։ Բա որ Նիկոլը ճիշտ էր, դու 2-3 շաբաթ ինչ էր ապացուցում դատարանում։ Ինչ էր ապացուցում դատարանում, եթե վերջում պետք է ասեր ճիշտը Նիկոլն է։ Ունեցել մի վճռական էսոնես además լավ խոսք կար ասում են։ Պայտար պիոներականի նման, հեսա տեսեք ինչ են կանելու են կանելու։ Դուր չես ասում։ Ամսի 7-ին հայտարարել էիր այդ մասին։ Ասես այսօր հուլիսի 5-ին վերցնես 28 օր հետո մանդատները, 28 օր հետո 28 օր ապացուցում է, որ հանցագործ է Նիկոլը։ Նիկոլը ասում է դու ես հանցագործ, ոչ միայն հանցագործ ես, ձեզ էլ կզսնելու է, ձեզ էլ ունեզրկելու է, բոլոր հնարավոր պոզաներով ձեզ կանգնացնելու է։ Սա իր խոսքերն է։ 28 օր պետք ու դասել, հա, Նիկոլը ճիշտ է, ես սխալ։ Հա։ Թե ընդեղ ուղղակի Նիկոլը բան արեց, ասեց լավ։ Հանրաքվե չեմ անում։ Դե մեկը խափել եմ արդեն իմ ձեն տվողներից։ Չէ՞ որ անգրագետներին արդեն խափել են այդ Եվրոպայի հույսը աշխատեց, այնքանով, որքանով ձայն փախցրեցի։ Լավ, չեմ գնում Եվրոպա, գալիս եմ քո մոտ։ Ոչինչ որ Պուտինը չի ընդունում, ոչինչ որ Միշուստինն է ընդունում, բայց կասես այդ մանկուրտներին գան մտնեն խորհրդարան, որ ես արդեն ամենակարևորն իրականացնեմ։ Ընտրությունների արդյունքներով ձևավորված մեծամասնության նախընտրական ծրագիրը նոր սահմանան ընդունման օրակարգն է, նոր սահմանադրության։ Սրան դա է պետք, նրանց որ երկիրը հանկարծ հանրակրվեչանի Եվրոմիություն գնալու համար։ Եվ այս ամբողջ փաստորեն կապիկությունը սարքած էր սրա շուրջ։ Ես ասում եմ, չէ, սրանք մի բանի շուրջ պայմանավորվելու են այս ժամանակը, որ զգզգվում է։ Ես մտածում եի կարողա չգիտեմ էլի, դա Միջանցքի շուրջն է, փաստվեց պրիմիտիվ բանի շուրջ է։
Հսա հանակավեկանի թե չէ, հասկացեք հլը ուրայչել սանդղակը։ Ասեն, որպեսի այդ խորհրդարանը աշխատի, ընդհանրապես պետք է որ սա խոստանա, որ չէ, Եվրամիություն չեն գնում, նա բաներ չենք անելու։ Հանրակրվեի չենք անելու։ Խափեց բոլորին, խափեց, ու լավ արեց, որ խափեց։ Որովհետև ինքը չխափեց նրանց, ովքեր հավատացել էին, որ ինքը Եվրոպա է գնում։ Ով հավատացել էր, որ սա Եվրոպա է գնում, ինքն է ուզել, որ իրան խափեն։ Այսինքն վերջի կարգի մարդ պետքա իմբեցիլ լինի, էյով, որտեղ ասում են իմբեցիլ չի, էյով ասա, իմբեցիլ լինի, որ այսքան տարիներ հետո հավատա, որ այս դասական քրոնիկ ները սոտախոս պետքա մի հատ ասած բառ ճիշտ աներ։ Հա, գնում ենք Եվրոպա։ Դե գնացեք, նույնիսկ եմ ասում, սա կրկնվել է պատմության մեջ, ուստեղ գիտեք ինչն է սկսում։ Հիմա պետքա այս բաները ճակերտավոր ինտելեկտուալները պետքա սառեն նստած տեղը, եթե մի քիչ գոնե ինտելեկտները հերիքի հասկանալու համար ինչ կատարվեց 20-ից մինչև 41 թիվ, սրանք գիշերները պետք է չքնեն, հասկանալով իրանք ուր են եկել հասել, ընդ որում իրանց ձեռքով իրաց մասնակցությամբ նաև, որտեղ լռությունը համաձայնության նշան է, լռությունը համագործակցություն է նաև։ Եվ այս պարագայում ես իրանց ոչ իվանով չեմ կարող օգնել։ Եթե ուղեղները հերիքի հասկանան, բայց վախում եմ դրանել չի հերիքի։ Վախում եմ նույնիսկ սա այս խոսքերը, որ մենք չեն գնում, հանակավետ չենք անելու, մոռացեք։ Առաջիկայում հանակավետ չի անցկացվելու, եմը գնալու համար։ Նույնիսկ սրանք հիմա այս պահին ունակ չեն լինելու հասկանալու, թե իրենց ինչ ոչ թե հմտությամբ, իշ գրեկությամբ ու հերթական անգամ թքեց երեսներին, ընդ որում լավ արեց, ձեզ հասնում է, մարդու մի անգամ կարելի է խաբել։ Մնացած բոլոր անգամները մարդը ինքն է երազում, որ իրան խաբեն։ Հա, դուք երազում եք, որ ձեզ կուտ տար, որ ձեր նմաններին տանելու է Եվրոպա, հետո էլ խաբեր, մի հատ տնտեսապես դնել տապանակարը ձեր տնտեսությունների վրա, մի հատ էլ բարոյապես ասել մոռացեք Եվրոպայի մասին, ընդամենը է չէ խոսում, որ ինչը 29 թիվը, մոտարապես 29 թվի կողմերը ազատականացում է լինելու, եվրոպացիներն ընդեղ, եվրոպացիներն ընդեղ ուղղակի խաբեց, մի խաբելու ձև, լսեք, հասնում է, ցանկացած մեկը, որ Նիկոլա լսում ու մտածում է իր ասածների մեջ, իր ասածների շուրջ, գցում բռնում է, կարող է ճիշտ է, կարող է չէ, ինքը իրավունք չունի ապագա ունենալու, երկիր ունենալու, ու դա իմ որոշումներից եւ իմ ցանկություններից դուրս է։ Դուք մտաք Վոլանդի տիրապետության շրջան։ Հետաքրքիր է, կա մարդ որ հասկանում, որ հասկանում է այս սոսկալիության գրադուսը, որովհետեւ ես տեսնում եմ, ինչ հրճվանք է տեսնում, բաներ, հարցումներն եմ տեսնում իշխանական լրատվականների, հրճվանքը, ասում սրանք չեն հասկանում, ինչ շրջան են մտել, պատմական շրջան, որը ես հիմա անվանում եմ Վոլանդի շրջան։ Բայց գիտեք ամենահետաքրքիրը որն է, որ նախ 100 տարի առաջ այդ շրջանում Վոլանդում պատժում էր, պարզվում է իր աջակիցներից է, ճակերտավոր եմ ասում աջակից էլի, իր սաներից է, ինքն էլ է սատանա, այնպես որ պատրաստ է, քերթով, այս դիակից սկսած, պատրաստ է, որ ասում է սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ, իհարկե ժամանակ բանը, սահմանադրությունը նորաձև է, սահմանադրությունը նորաձև կոշիկ է, ինքը անդադար պետք է փոխվի։ Ես սա խոսք չեմ կարա գտնեմ, ես դիակին ինչ ասեմ, դիակին ես ինչ կարող եմ ասել, ես ուղղակի ուզում եմ տեսնեմ այն մարդկանց դեմքերը, այն բութ հայացքները, որ պետք է գլուխները տնբացնեն հիմա։ Ես ասում, այս եթերը 16, 17, 18 պլյուս է, այն դեբիլ հայացքներն եմ ուզում տեսնել, որ ասել, սահմանադրությունը չի կարա,
կտրված մնա պատմություն, բան ժամանակից ինքը անդադ պետք է փոխվի։ Հա։ Այո։ Գիտեք ինչի։ Որտեղ նույն մարդը պատրաստ է ներողություն խնդրի Թուրքիայից ասալայի գործողությունների համար, բա։ Ես սպասում եմ այն օրվան, երբ որ Նիկոլ Փաշինյանը, սրանք բոլոր նիկոլականները ներողություն խնդրելու թուրքերից, ադրբեջանցիներից հայ ծնվելու համար, որ իրանք ծնվել են հայ ու դարձել են խոչընդոտ թուրքական աշխարհի համար, եւ ներողություն են խնդրելու բոլոր այն հայերի ծնվելու համար, որ հայ են ծնվել ու դարձել են խոչընդոտ թուրքական աշխարհի միացության եւ ջանկության մի խոսքով այն խնդիրների համար, որ հայը ստեղծել է իրանց համար, մենակ նրա պատճառով, որ ինքը հայ է ծնվել։ Ես սպասում եմ այդ օրվանը, երբ են սրանք ներողություն խնդրելու։ Ես կարեկա հիշեցնեմ ով ասա։ Հա։ Սա նույն Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքապետն է, Լևոն Տեր-Պետրոսյանի կադրը, ինչպես բոլորը Նիկոլ Փաշինյանից սկսած։ Հա, ժողովուրդ ջան։ Դուք ասում կներեք, ես էլ ձեր հետ, մենք մտել ենք մի շրջան, որ արդեն պետքա հարմարվենք այս ներողություն խնդրելու process-ի հետ։ Հեսա գալու է հերթով, ներողություն, որ ձեզ խանգարել ենք, որ դուք միանանաք, ներողություն, որ Զանգեզուրում այսքան տարի ապրել ենք, ճանապարհ չեք ունեցել, ներողություն, որ այսքան եկեղեցի ենք սարքել, հիշեցնելու համար, որ մենք քրիստոնյա ենք, հա, ներողություն ընդհանրապես, որ մեր ներկայությունից դուք կոմպլեքսավորվում եք, որտեղ ամեն անգամ որ մեզ տեսնում եք, հիշում եք, որ դուք ոչխարի ցեղերից եք առաջացած։ Ուստի, փաստորեն իմ ներկայությունը նսեմացնում է քո մարդկային թուրքական արժանապատվությունը։ Հեսա գնալու այդ ներողությունների շարանը սրանց կողմից, ու ովքեր որ ձայն են տվել սրանց, այդ ներողություն խնդրողների մեջ են։ Հա։ Որտեղ գրում են եղբայրս, քույրս, մայրս, չգիտեմ, տղաս, որդիս, դրանց մեջ են։ Կներեք ես ոչինչով չեմ կարող օգնել։ Ոչինչով չեմ կարող օգնել։ Եթե հիմա իրանք երկու մատերը չեն մտցնում, իրենց աչքերը չեն հանում այս կարդալուց։ Հա։ Ուրեմն իրանք էլ պատրաստում են ներողություն խնդրել հրապես, որ ձեր եղբայրն են, ձեր զավակն են, չգիտեմ, ձեր բարեկամն են։ Որ դուք փաստորեն հայ ծնվելով խանգարել եք այս մարդկությանը։ Չեք թողը մեզ ձեզ միջև վերջ ոչնչացնել երիք չի, հələ մի հատ էլ, վրեժ խնդիր եք եղել։ Այ այս սարա համար էլ, այս բանաձևով էլ ներողություն խնդրելով քանդելու են եւ Նեմեսիսի արձանը, արդեն խնդրեմ, եւ Եղաբլուդը, եւ ցեղասպանության մասին հիշացնող արձանը։ Ոչ չենք բանանելու, զենքայնացնելու։ Ոչ չենք զենքայնացնելու։ Չէ՞ որ սուրը ամեն զենքի է նման, չէ՞։ Իցերնակաբերդի ներողություն, որ 15 թվականին սարքել ենք, ներողություն, որ ազգային վերածնունդ ենք ունեցել, ընդհանրապես էլի, ընդհանրապես։ Հələ ինքան կա ներողություն տեղ կա, իմացեք, ամեն Նիկոլ ընտրող պոտենցիալ ներողություն խնդրող է, որտեղ այս օրակարգը արդեն իրենց անունից է։ Իրենց անունից, գնանք առաջ։ Նայած, էսի լսենք։ Ինչքան մարդու ոռը մռմռում այս քարտեզից, կներեք այս արտադրությունից համար։ Ես բոլոր առաջարկները այսօրվանից Դա դնենք։ Ինչքան մարդու ոռը մռմռում այս քարտեզից, կներեք այս արտադրությունից համար։ Ես բոլոր առաջարկները այսօրվանից ընդունում եմ։ Կնի ինչ-որ տպարան, կնի այս նույն քարտեզից սարքող, ով ուզենա սարքես քարտեզը, ու կտա ինձ ես բաժանեմ ժողովրդին, բոլորի առաջարկները ընդունում եմ։ Այս թք հպատակներին պետքա վերացնեն։ Այս քարտեզով մենք ճանաչում ենք իրար։ Հայ Ես այս լսեցի, ես չգիտեի այս ամբողջ պատմությունը ինչի մասին է խոսքը, ես գիտեմ, որ Արման Դարյանը Անդրանիկ բաժանում է սա, բայց ինչ է եղել, ես չգիտեի։ Այս տղուց իմացա ու մենք պետք է նայենք, ասել եմ, չէ, 18 պելուսա։ Լսենք։ Ժորժան, ուրեմն 1 ամսից ավել է նկատացկել եք օպերայի Հայաթում, ակցիա իրականացում կա մի երիտասարդ Անդրանիկ Արմանդարյան, այդ երիտասարդը ինքն իր հաշվին տպել է Հայաստանի Հանրապետության իսկական քարտեզը, որտեղ նշված է Մեծ Հայք 15 նահանգներ, Արցախ, Հայաստանի իսկական տարածքը, ու բաժանում է տուրիստներին, երեխաներին ու բացատրում է, որ սա իսկական Հայաստանի Հանրապետությունն է եղել։
Ուրեմն հայտնվել է սրանց նման աղբի թուլեք, ժողովուրդ ջան, այս չգիտեմ, հայ չի կարա լինի։ Էս ինչ տեսակ է, այս ինչ ազգ է։ Այդ Այս են ազգնը, ես սրանց համար կարդացի էլի, սկզբից Ռաֆի խոսքերը, հա, որ ասում է երիր կարիքավորների կողքին, արա, խեղճերի կողքին ընկածին չարված ես, արա, ճիշտն ու սխալը փողով չլուծես, արա, մարդ մնա ամեն պարագայում, այ տղա, այս սրանց համար է ես ես կարդում։ Բայց եկել է Նիկոլի շրջան, ավելի Նիկոլի շրջան չէ, Վոլանդի շրջան և սրանք ծալել են։ Լսանք նայի։ Հիմա եթե Ռաֆոյի ասած բանով պարզ պոստուլատներով ապրող տղեկ լինեին, սրան այսօր պետք է բռնեին Բաքում, որտեղ որ ապրում է։ Պետք է բռնեին ու մեկ բորդուր գտնեին, լավ թազա են, որ sense կպնում ես, բայց ընկնում է տեղից։ Ու սա գլուխը այդ բորդուրը տանեին, բերեին միջև ականջները մնաց ձեռքերի մեջ։ Մաշը այդ բորդուրի վրա գլուխը։ Եթե այտենց տղեկ մնացած լինեին, ու դա այտենց կլիներ սրանց հետ մոտ մի 10 տարի առաջ, հա, սրանց հետ նույն բանը կլինես, այս ականջներից կբռնեն այդ բանը բորդուրը, դա բազալտ է, չէ՞, դրանք լապինն են։ Սենց կտանեին, կբերեին մի ժամի չափ, վերջում ականջները կմնաց ձեռքերի մեջ։ Բայց քանի որ տղեկը չկան, չգիտեմ ինչ են եղել։ Երևի Նիկոլն ասել է, տղեկ, արա ինչ ճիշտ, ինչ մարդ կային, ինչ բան։ Բոզ լինելն է փող բերում, արա, բոզ։ Եթե դու չես մեր նման չես, դու պետք է վատ ապրես։ Քեզ կտանեն, կծեծեն, բանտելու միլիցեքը, որտեղ իրենք դա մասնագետն են, հա։ Դու պետք է մեր նման լինես, հա։ Վաղնել ընտանիքի անդամներին թուրքերին վաճառես, նույն ոգևորվածությամբ, որտեղ մենք դրան ենք գնում, արա։ Այդ երիտասարդի գործողություններից բողոքում են ադրբեջանցիները, թուրքերը, մեկ էլ հայ նման մտածող ադրբեջանցիները, որոնք ապրում են Հայաստանում, այս պիղծը։ Ես չգիտեմ ով է այս պիղծը, ժողովուրդ մի հատ գրեք էս ում հարևանն է, ով է, ինչ է, ով է, այս հայ է, այս մարդը չի կարող այսի հայ լինի։ Լավ, այդ որ ժամանակից սկսվա, որ հայերի մեջ արտնացավ մի հատ sense աղբի տղա տեսակ, որ Արցախի դրոշին նայելով սրանք ղզղնում են, չգիտես, խառնվում են իրար, Ծիծեռնագաբերդին նայում են, աշկները փակում են, հանկարծ չգիտես, չնայեն այդ կողմի վրա, եռաբլուր չեն գնում, չեն այցելում։ Ձեր մեջ երբ արտնացավ այդ հայի աղբի տղա տեսակը, դուք հայ եք արա։ Այնքանով ինչքան Նիկոլն է հայ։ Ես եթե վաղը լրատվամիջոցներում չլսենք, որ թաղի տղեկը սրան ուղակի նվաստացել են, ձևերը թող իրանք ընտրեն ուզ։ Նշանակում է այդ թաղում այդ տղա չկա։ Ինձ թող հեքիաթներ չբացեն։ Ես գիտեմ, որ չկա։ Ես գիտեմ, որ չկա։ Գիտեմ։ Որովհետև ով որ, հիշում եք, գողականներից մեկը ասել էր, չէ՞ որ Նիկոլին ընտրել չկա։ Տղներն նստացել էին։ Սաղ մնացածը մկան ծակերը։ Հիմա դաման եմ ասում, Ռաֆոն որ կենթանի լիներ, դուք կենթանի չէիք լինի։ Դուք հիմա կաք, ես դուք ուրիշ կենթանի եք արդեն, որովհետև դուք թույլ եք տվել, որ այս տեսակը ձեր տունը քանդի, հա, հենց ձեր տունն է քանդելու այս տեսակը, ձեր լռության պատճառով։ Այս Նիկոլը որ առանձնացրեց հայերի երկու տեսակ, մեկը նիկոլական բոզի տղերք, մեկը իսկական հայրենասերներ։ Դուք նիկոլական բոզեր, դուք իրավունք չունեք Հայաստանում ապրելու։ Դուք ուրացաք Արցախ, դուք ուրացաք 1915 թիվ, ուրացաք Ծիծեռնակապերտ, Եռաբլուր, ով ինչ հայրենասիրական գործ է կատարում Հայաստանում, Նիկոլի ղախպեքը դուրս են գալիս ու ասում են մի արեք, դա ազդում է մեր հայ եւ ադրբեջանական հարաբերությունների վրա։ Լավ, դուք հայ կոչվելու իրավունք ունես, դու հայ կոչվելու իրավունք ունես, Չէ։ Ասածը արդեն պարզա չէ։ Մոտապես կոնտեքստը։ Ես ունում սա լսենք։ Ոնց եք հասանք։ Ինքը ուրիշ օրինակի վրա է բերում։ Ես ասել եմ, այսօրվա հաղորդումը ստանդարտից դուրս է։ Ոնց է գալիս, սենց ելնում, ոնց ենք հասնում այսօրվա, հենց սենց, հիմա լսենք։ Ես ես կթարգմանեմ, խոստամ, սա ռուսերեն է։ Самая большая иллюзия, в которой живут миллионы людей, звучит так. Если я промолчу, человек сам все поймет и Ամենամեծ մեծ իլյուզիան է, երբ որ մարդ մտածում է ինքը լռեց, անցնի։ Եվ դիմացինս կհասկանա, ինչքան ինքը Նիկոլի ծնունդ էր։ Հույս չունենաք։ справится. Я слишком долго занимаюсь психологией деструктивных отношений. И вот что я вам скажу. Не поймет и не справится. Прямо Ասում եմ, երկար եմ զբաղվել այդ
դիստրակտիվ հարաբերությունների մեջ հույս չունեք, երբեք դիմացինը չի հասկանում ոչ մի լռություն, չի հասկանում, հակառակ այդ լռությունը ցույցատալին իր համար ընկալումը մի բան, աշխատեց, եւ ես եւս մեկ ոտք դրեցի մի տարածք, որտեղ իրավունք չունեի դնելու։ Сейчас я объясню тебе закон, по которому ломаются любые отношения. Досмотри до конца, будет жестко, но честно. Вдумайся в этот факт. Он неприятный, но это правило действует всегда. Люди не читают твои мысли. Они проверяют твои границы опытным путем. Все, что ты терпишь в свой адрес, автоматически становится нормой. Վերջ, նրանք փորձում են, որը լրացի, դա նորմալ նորմալ արդեն։ Վերջ, մի ոտ եկավ առաջ, հաջորդը, արդեն շախմատի օրենքն է, ձեռս տվել պետք է խաղաս։ Էլի պետք է դրես։ Ինքը անընդհատ գալու է։ Вспомни, как это происходит. Человек впервые позволяет себе в твою сторону колкость, пренебрежение, оскорбление, повышает голос или забывает о договоренности. И в этот момент его психика тестирует реальность. Он делает шаг на твою территорию и замирает. Ожидает реакции. Что ты будешь делать? Ты глотаешь обиду, находишь ему оправдание. Он устал, он не со зла, сейчас не время объяснять. И просто молчишь. А для его психики твое молчание – это не проявление твоей доброты. Это разрешение, согласие на пересмотр правил взаимодействия. Բխոսկով ցանկացած լրություն, այս որ փորձը եղավ, ցանկացած լրություն նշանակում է ինքը կարող է դա եւս մեկ անգամ, երկու, երեք անգամ անել։ Հիմա ասենք գամ մեր հասարակության վրա։ Ինչ արել են մեր նկատմամբ, քայլ առ քայլ 2018 թվականից առավել եւս սկսած, ցանկացած լրություն ընդունվել է sense որ դե հա Արցախը այդքան էլ դուք չեք որոշելու ցուցկը որտեղ պետք է գա մի անգամից քիթ մրտին չկերավ այդ ժամանակ մենք մտածեցինք հա կարող է ինքը պետք է որոշի դե հա ինքը չի բերելու մցնի մեր տները թուրքը չէ հա մենք պետք է նես որոշում ընդունենք որ սաղի համար բան ունի բոլորի համար ընդունելի լինի հա բոլորի ու մեկ էլ այնց ստացվում որ բոլոր որոշումը ընդունելի է մենակ Ադրբեջանի համար մեզ ոչ մի բան ընդունելի չի այս կարգի տեխնոլոգիաներով եկել են մտել են մեր դուրն են ծեծում այսօր էլ ասում են սահմանադրությունն էլ պետք է փոխվի հələ քո վրեժ խնդրության համարելու պետք է ներողություն խնդրես ընդհանրապես ներողություն պետք է խնդրես որ դու կաս գոյություն ունես ու միջև վերջ չես մեռել արա այն որ գոռում է դուք ինչի չեք մեռել հա դուք ինչի չեք մեռել հիմա պետք է գոռա այս հեղասպանությունից արա դուք ինչի եք փրկվել Մեղք չէին այդ մարդիկ այսքան կոտորեցին, որ ձեր քոքը կդրվել, բայց դուք չեք մեռել։ Ու շուր են գալու ներողություն ասեն, որ չեն, որ իրենց հոգնածել են կոտորելով, որ իրենց անհարմարություններ են պատճառել։ Շկարան մեն չեմ, ինչի՞ չեք ինչև է շմերել։ Ույս ամեն ինչը քայլ մտել են մեր դաշտ։ Ամենավատը գիտեք որն է, որ ոչ թե մենակ հարմարվել ենք այս ընթացքին, այլ մեր մեջ նվել են տականքներ, Նիկոլացիններ, որոնք սկսել են ոչ միայն հարմարվել, այլ արդարացնել դա, սա արդեն բանն է, էլի, ինքնակամ ստեղծության գերագույն դրսևորումն է։ Գերագույն դրսևորումը սկսել են, այլ մի հատ էլ իր մեկնաբանել, արդարացնել, քեզ էլ պարտադրել, որ դու ընդհանրապես չդիմադրես, ընդունես։ Ատեղել ենք մենք այդ տվել։ Անտեղել եք մեր ոտներս հետ, գիտեք ինչի, դե մեր աղբերն է, մեր ընկերն է, մեր գործընկերն է, մեր հարևանն է, մեր 1000 տարվա ես չգիտեմ, բարեկամն է, ոչ եմ ասելու, դու աննորմալ չես, բան չի պետք է չասեիր, դու չես ասել ինքը մտել է քո դաշտ, ու այսօր մենք բոլորս ազգովի հայտնվեցինք այս վիճակում, որ ոչ մի բռնելու տեղ չկա, զրո բռնելու տեղ այսօր, դրա համար եմ ասում, ես չգիտեմ, ես այս ամեն ինչ որ ալել եմ իջել շարունակելի իմաստունի թե չէ։ Զրը բռնելու տեղ այմա։ Բարձրվեց բոլորը Նիկոլ են։ Այն վաղտեր այն ժամանակ էլ բարձր Նիկոլ են, բայց մտածում ենք ընդ երևի ինչ որ մի բան կլինի ամեն դեպքում էլի, միտեղ պետք է բռնելու բան մնա թե չէ։ Չեն կարա բոլորը այս կարգի Նիկոլի լինեն։ Բոսվես կարող են։ Այս կնոջը չենք լսի։ Ես ուղղակի իր միտքը ասեմ։
ասում է, այդ ստուգիր քո շրջապատը, ստուգիր քո շրջապատը, ու տես քեզ ով ինչ է տալիս, ով է քեզ ոգևորում, ով է քեզ նվաստացնում, ով է քեզ ծաղրում, մաքրի, պիտի մաքրենք, հա, մենք պիտի մաքրենք, ոչ թե սպասենք իրանք մաքրեն, մենք պիտի մաքրենք, ոչ թե կուլ տանք, եթե ուզում ենք իհարկե ինչ-որ մի բան փոխի, մենք մտել ենք այդ բանի մեջ արդեն, ցիկլի մեջ, ես որ ասեցի որ նա, այդ սատանի ցիկլն է, հələ Գարեգին երկրորդը եւ տակ հələ չի հասկանում ինքը ուր է մտել իր լռությունով, ինքը երևի հույս ունի, որ այս լռությունը գնահատվելու է մերի կողմից եւ իրան չի խանգարելու աշխատելու, չէ Գարեգին, չէ, դուք տենց էլ չհասկացաք դուք ում եք կռիվ տալիս, տենց էլ չհասկացաք, ափսոսում եմ այսքան մեր տանջանքը, այսքան մեր պայքարը, բայց մենք ավելին չենք կարող անել, մենք ձեր փոխարեն ձեր գործողությունները չենք կարող անել, դուք մտաք ների հետ գործարքի, ձեր լռությունով, իսկ սկնոջն ասածը դա էր, մաքրեք ձեր միջավայրը, ով ձեզ ոնց վերաբերվում է, ինքը այդքան էլ ձեզ գնահատում է, ինքը դրանից ավել չի կարող ձեզ ոչ մի բան տա, սա լսենք, Մշտապես հայտարարում եք, որ յուրաքանչյուր քաղաքացու քվե շատ կարևոր է ձեզ համար, դուք ընտրության ամբողջ ընթացքում դուք այդ հայտնի արտահայտությունը եւ ամեն ինչ կախված է մեկ մարդուց, բայց տեսեք ինչ տեղի ունեցավ, ես չեմ ասում ձեզ, ինչպես ընդդիմությունը այս ընթացքում ասել է, մանդատագողությամբ եք զբաղվել եւ դուք լեգիտիմության խնդիր ունեք եւ Ծառուկյանի ձայներն եք գողացել, ես ընդհանրապես հարցնում եմ ձեզ, ինչ անեն 2600 քաղաքացի, որը քվեարկել են այն ընտրատեղամասերում, որոնց ձայները հիմա առ-ոչինչ է համարվել։ Այդ քաղաքացիները դուք մի երկրի ղեկավար եք, որի 2600 քաղաքացու ձայն առ-ոչինչ է համարել։ Դուք չեք մտահոգվում դրանից։ ինչ կապ ունի է, ինչ կապ ունի, ընդդիմությունն հետ յոք, այդ ընդդիմությունն է դա, չակերտավոր եմ ասում ընդդիմությունն է դա ընդունում, ապացուցելուց հետո, որ ամեն ինչ կեղծված է, ճանաչում է դրա իշխանությունը, հասկանալով հանդերձ, որ սրա իշխանությունը ճանաչելը, դա Հայաստանի ճակատագրական վերջաբանն է, ոչ միայն իրենց քաղաքական վերջաբանն է, սա արդեն այլ հարց է, սա արդեն, չգիտեմ էլի, արդեն ինչ պետք է լինես, այսքան բանից հետո Ռոբերտ Քոչարյանի անուն տաս, Սամվել Կարապետյանի անուն տաս, ընդհանրապես ինչ որ ռուսական օլիգարխ կլինի, Սերժ Սարգսյան կլինի, դրանք այդ թմից, այս նկարը հիշում եք էլի, սրանցից մեկի անունը տաս, չգիտեմ ինչ պետք է լինես, մտավոր իմաստով եմ ասում, երևի այս ամեն ինչը պետք է մեր ժողովրդին, այսինքն ոչ թե պետք է ժողովրդին, այս ուրիշ ձև չէր կարող լինել, որտեղ մեր ժողովուրդը տենց էլ չհասկացավ ինչ է նշանակում քաղաքական պայքար։ Ընդհանրապես ինչ է քաղաքականությունը։ Ես վստահ եմ ասում, մեծ մասը քվեարկել է, մտածելով, իրանք էլ են ասում դա չեն էլ թաքցնում։ Դու փող ունի ուժում, Պուտինի հետևականնացը։ Ինչ քեզ ինչ։ Լսել Պուտինը ոնց գործարքի գնաց, ասեց վեր ես ընկնում, թե չես ընկնում Եվրոպա, մնա շարունակի աշխատել այդ կաղբադի նման։ Տեսակ, երբ որ դու քո ճակատագիրը չես որոշում, մտածում ես, տենաս ով է ուժեղ, ձայնը ստամ ընդեղ իմ ճակատագիրը ընդեղ որոշի, սենց ալու, սիրելի իմ ընտրող։ Մենք այտենց էլ ընտրող չդարձանք, մնացինք քվեարկող։ Որտեղ ընտրությունը չէր կարող այտենց լինել։ Մարդ չի կարա իր ճակատագիրը ընտրի, ասի ես ուզում եմ, որ իմ ճակատագիրը ընտրի, չգիտեմ, Պուտինը կամ Մակրոնը կամ չգիտեմ, դերից ով, իմ փոխարեն, էլի, դու պիտի ընտրեիր, ես դու ասեցի չէ, են ուժեղա, քեզ ինչ, երբ որ դու գիտես Սամվել Կարապետյանը չի, Նարեկ Կարապետյանը չի, ինքը ինչ որ մեկին է ներկայացնում, այսինքն դու ընդունում ես միջնորդավորված մեկին,
Որովհետև դու չես էլ հասկանում հարգելի ընտրող, որ Նարեկը չի որոշողը, Նարեկը հայտարարողն է, Նարեկը հիմա թուքում ուտողն է։ Կոպիտ եմ ասում, հա։ Դու ընդունում ես միջնորդավորված մեկին, որից դու բան չես կարող պահանջես։ Ինչ ուզես Նարեկից։ Նարեկը ինչ է որոշում, որ դու Նարեկից բան ուզես։ Դու ինքդ էլ գիտես, որ Նարեկը ոչի բան չի որոշում, չէ՞, բայց դե տվեցինք իրեն։ Դες էլ պետք է լիներ։ Մեծ լսենք։ Էրդողանի ռեակցիան լսենք մեր։ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարությամբ է հանդես եկել Իսրայելի կառավարության կողմից հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ։ Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը։ Արտյոմ, ինչ է ասել Էրդողանը։ Էրդողանը իր գնահատականը հնչեցրել է կառավարության հերթական նիստի ավարտից հետո նա Իսրայելին է մեղադրել ցեղասպանության մեջ։ Մեջբերեմ նրա խոսքերը։ Ասեմ, մեզ էլ են մեղադրում արդեն ցեղասպանության մեջ, Թուրքիայում իրականացած։ Շուտով Հայաստանը պաշտոնապես ներողություն է խնդրելու Թուրքիայի տարածքում ցեղասպանության իրականացնելու համար։ Թե դրա դեմ ինչա վճարելու ես չգիտեմ, բայց արդեն դուք պատրաստ եղեք, որ Ալիևն է հայցով գալու 30 տարի Արցախը օկուպացնելու դիմաց, 130 թե 300 միլիարդ ներողություն դոլարի պահանջով։ Պատրաստ եղեք ուղղակի։ 75,000 անմեղ Գազայի բնակիչների նկատմամբ հանցագործություն կատարածները փորձում են թաքցնել իրենց վայրագությունը մեր հասցեին տարածվող հերհուրանքների միջոցով։ Ինչպես եւ Թուրքիայի Սա կարևոր բառ է հերհուրանքների։ Արտգործնախարարության հայտարարության մեջ Էրդողանի խոսքերում նույնպես անգամ չի հիշատակվել հայ բառը։ Միաժամանակ Էրդողանը ընդգծում է, որ թուրքերը ոչ թե ցեղասպան են, այլ այն ազգն են, որոնք փրկում էին հոլոկոստի ժամանակ հրեաներին։ Հատկանշական է, որ նույն այդ օրը Թուրքիայի հասցեին խիստ գնահատականներով է հանդես եկել Իսրայելի արտգործնախարար Բենյամին Նետանյահուն։ Նա համեմատել է Թուրքիան եւ Իրանը հաշվի առնելով այդ երկրներից սպառնացող վտանգը։ Եթե Իրանը նա անվանել է ծայրահեղ շիականության վտանգ սպառնալիք, ապա Թուրքիան համեմատել է Իրանի հետ եւ հայտարարել է, որ նույն չափ վտանգ է սպառնում, քանի որ Թուրքիան է համակարգում մահմեդական եղբայրներ սյունիական շարժումը, որը նույն չափ վտանգավոր է, որքան Իրանից սպառնացող վտանգը։ Եվ նաեւ պնդել է, որ ժամանակն է, որ Էրդողանը մոռանա Օսմանյան կայսրությունը վերականգնելու իր գաղափարների հետ, քանի որ դրան դեմ է հանդես գալու Իսրայելի պաշտպանության բանակը։ Ու ամեն ինչ անում է, որ Ադրբեջանը յանա Թուրքիայի հետ։ Զանգեզուրի միջանցքով։ Իրանը թվում է, որ ինքն է դա կառավարելու, եթե ինքն է կառավարելու, ուրեմն վերջ այդ միջանցքը չկա։ Դե ալիսրանցից բան հասկացին։ Մենք դասենք ինչ ասում Կարինե Գևորգյանը։ Государство Юга Кавказа – это блюдо на столе у больших дед, борющихся за власть. И здесь не Անդրս Կովկասի երկրները ասում են մենյուի մեջ սեղանի վրա դրված ուտելիք են ընդամենը, որոնց համար կռվում են մեծ երկրները։ никто не исключение. И тут я совершенно не согласна. Ես ասում եմ ոչ մի երկիր այդ երեքից բացառություն չի։ Եվ ես ասում եմ համաձայն չեմ Լուկաշենկոյի։ С Александром Григорьевичем Лукашенко куда они денутся? Кому они нужны, кроме России? Очень даже нужны, потому Որ ասում եք ուր պետք է Հայաստան, ում են դրանք պետք բացի Ռուսաստանից ասում։ Շատ էլ պետք է։ что это транзитная территория. Постсоветский озер. Որովհետև ասում եմ տրանզիտ տարածք է վերջը։ IS իդիոտիկ մեծամիտ ուջ այս բանը դիքորոշում է սնոբիստական այս ռաշիզմը եթե իրանց քաղաքականության հիմքում դա է անկած ուրեմն պետք չի այնտեղ սպասել այնտեղից բան ճկուն քայլեր դրանք ասենք այնքան անուղեր քայլերը որ վերցեց Հայաստանը դրեց մի վիճակի մեջ տնտեսական իր այդ պատժամիջոցները մայիս ամսին որ Փաշինյան Նիկոլը կարողացավ Իրան ներկայացնել հակառուս պետք է ասում եք Азербайджан использовался как плацдарм НАТО для нанесения ударов по Ирану. Ильхам Алиев утверждает, что на его территории никаких иностранных
силовых структур нет. То, что там есть израильские, это сами израильтяне подтверждают. Մի խոսքով չնայած Իրանը եւ ասում ոչ մի բան չկա ինձ մոտ իսրայելցի, բայց իսրայելցիները իրենք են ասում, որ կա։ Իսկ հիմա ամենախայտարակի մասին։ Կայա կալաս Թուրքիայում։ Մի խոսքով Թուրքիան դիտարկվում է որպես Եվրոպայի համար կարևորագույն գեոքաղաքականության մեջ հենման կետ եւ դիտարկվում է կարևորագույն ռազմավարական գործընկեր, այն որը այնքան կարևորագույն, որ ճիշտ է Եվրոմիության չի մտել Թուրքիան, բայց Թուրքիայի համար հանեցին բոլոր տեսակի բանկային փոխանցումների համար վճարումները, ալգերքները, սահմանափակումները։ Պատկերացնում եք ինչ արեցին Թուրքիայի համար։ Կես քայլ միջև Եվրոմիության անդամ դառնալ։ Այո, ժողովուրդ։ Իսկ դուք մտածում եք սան պետք է Հայաստանը պահեին։ Չէ։ Հայաստանը չեն պահում։ Ում դեմ։ Եվ որ իրանց գլխավոր գործընկերներ տարածքաշրջանում Ադրբեջանն ու Թուրքիան։ Ես այս եվրո անառակներին բան չունեմ ասելու։ Այ կունենայի ասելու, երբ որ ես իրանց վրա հույս դրած լինեի մեծ հաշվով, իրանք բարձր բարձր չեն անում։ Այն ժամանակ իմաստուն էր։ Ես ընդհանրապես մի անգամ եմ ուզում արձանագրել, որ եթե Հայաստանի քաղաքական դաշտում ու տեսնեք մեկը որ դեռ Եվրոպայից է խոսում։ Եվ Եվրոպան կասի դա Ուրսուլա ֆոն դեր Լայնը չի, Կայա Կալասը չի։ Ստում են ցես։ Այո, Եվրոպայում կան երկրներ, բայց այդ բոլոր երկրներն ղեկավարում են սրանք, քաղաքականությունը իրականացնում են սրանք։ Եվ առանձին Շվեդիան Հայաստանի հետ չունի քաղաքականություն, առանձին Նորվեգիան չունի, առանձին, չգիտեմ, այնտեղ Իսպանիան կամ Իտալիան չի։ Այդ ամբողջը, որ կոչվում է Եվրոմիություն, արտաքին քաղաքականությունը, հարաբերությունները որոշում են սրանք։ Կարող է այս Եվրոմիության մեջ ինչ որ մի հատ երկիր համաձայն չլինի կամ այդքան է սրտով չլինի այս ամեն ինչը, բայց դա այս քաղաքականության մեջ ոչ մի բան չի փոխվում։ Եվ ամենակարևորը, նայեք այս 100 տարվա մեջ, նայեք 100 տարվա մեջ, ինչ է եղել, ոնց է եղել։ Ես ես Եվրոպան, փոխվել չեմ ուզում։ Ես իմ Եվրոպան եմ ուզում, իմ Հայաստանն եմ ուզում։ Իմ պատկերացած ստանդարտների, որը չգիտես ինչի մենք կոչում ենք եվրոպական ստանդարտներ։ Կարող է այս Եվրոպայի մասին խոսացողները իրանք էլ չեն հասկանում, խորությամբ հիմա ինչ են խոսում։ Կարող է խորությամբ Եվրոպա ասելով գնում ենք Եվրոպա, ասում գնում ենք Եվրոպա, որովհետև օրենքները պետք է եվրոպական ստանդարտներ լինի։ Իհարկե ստանդարտացակ օրենքները։ Ժողովրդավարության մակարդակը բարձրացա, ինչ կապ ունի ստեղ Եվրոպան։ Եվրոպա չեմ գնում, որ դու ինձ ճանաչես իշխանությունը, սա է քաղաքականությունը։ Ու սրա վրա ինքն ասում է ջան, առնակով չեմ անում Եվրոպա չեմ գնա, բայց դու իմ հանցավոր իշխանությունը պիտի ճանաչես։ Անդերուսել ասում են, օքեյ, դե գնացեք մտեք խորհրդարան։ Ասում եմ, չէ, այդ լինելու է այդ բայց այն ժամանակ, երբ որ սրանք պայմանավորվեն, ուղղակի մենք չգիտենք ինչի շուրջ են պայմանավորվում։ Հիմա տեսանք։ Ընդհանրապես հանրակրվե չեմ անի։ Փաստորեն կարողացավ խափել համոզել, որ ես հանրակրվե եմ անելու։ Շանտաժ, այսինքն այս տականքի ամբողջ քաղաքականությունը հայ ժողովրդի, հարևանների, բոլորի նկատմամբ շանտաժն է։ Մի մարդ, որ ամբողջ կյանքով հենց սրանով է զբաղվել է, բացառապես։ Շանտաժ։ Լավ, ասենք ինքն է տականք ամբողջ կյանքը շանտաժով է զբաղվել։ Ատենց է ապրել։ Արա բասած ձայն տվողները։ Դուք դրանից ինչով եք տարբերվում։ Ես ոնց կարամ ձեզ ներեմ ընդհանրապես։ Ես ոնց կարող եմ ձեր նկատմամբ ձեր մասին խոսել որպես բանական էակ։ Ոնց, ինչով եք դուք բանական։ Բացի բանականը մարդիկ ինչ բարոյական են, չէ՞։ Այս գործողությունները ոնց կարելի է համարել բարոյական։ Դուք հասկանում եք, դուք ձեր գլխին ինչ արեցիք հիմա։ Չեք հասկանում, չէ՞։ Դե Գնանք առաջ։
Ելես գյուղատնտեսության մասին էլ չեմ ուզում խոսալ, բան կեղծ եմ ասում։ Սրանք ընդհանրապես հետևանքներ են։ Մի հատ սեսի лысենք։ В Монако звали украинского олигарха Ермолаева. Его 13-летний ребенок. Многие считают, что это сделали ВСУ, и даже те редкие психопаты, которые додумываются в этом обвинить Россию, высмеиваются абсолютно всеми. Но реальная причина его убийства, скорее всего, совсем другая. Ведь вы не поверите, но Ермолаев был не только крупным олигархом, но и главным финансистом Валерия Залужного. Он тот, кто оплачивал Валерия Залужного, который недавно заявил, что пойдет баллотироваться на выборы президента Украины против Зеленского. И именно Залужного Зеленский перед выборами боится больше всего. И просто посмотрите на цепь событий. В понедельник до обеда Зеленский с Арахами уговаривают Залужного не баллотироваться в президенты. Залужный отказывается. Он говорит: нет, я буду баллотироваться. И в этот же вечер, когда он отказался, происходит взрыв у входа в дом Ермолаева. А ведь в пятницу Ермолаев должен был давать показания комиссии Евросоюза по поводу коррупции Зеленского. И можно, конечно, предположить, что речь идет о том, чтобы перераспределить колл-центры в пользу Зеленского, но по факту это обычная олигархическая война, которую мы видели в 90-е. И это страх Зеленского проиграть выборы единственному человеку, которому он их действительно может проиграть. Պարոս է Զալուժնիի տեխնացությունը գնում որպես նախագահ եւ ամեն տարի ընտրություններ հետաձգում էր Զելենսկին, որտեղ հասկանալով հանդերձ իրան հենց հանեցին նախագահի պաշտոնից, ինչպես Նիկոլ Փաշինյանին։ Իրաք դատեն որպես ռազմական հանցագործ։ Ես ասել եմ ու պնդում եմ, որ օրը գալու է, որ իրան դատել են որպես ռազմական հանցագործ, որը ռազմաճակատի համար օգնությունները ուղղակի այս օլիգարխների հետ եւ իր նաեւ օլիգարխների հետ ուղղակի թալանել է։ Այն զենքը, այն փողը, որ պետք է դառնա զենք, ուղղակի գնացել նստել է արտասահմանյան հաշիվներում եւ դա մասին գիտեն բոլորը։ Եվ փաստորեն տեսնեն Զալուժնի ինչ են կարողանում համոզեն, որ չառաջադրվի, պայթացնում են Զալուժնի հովանավորին։ Մոնակոյի։ Բա, այսպեսի բան։ Ինչ տարբերություն Զելենսկու եւ Պուտինի մեջ։ Կարող եք ասել ինձ։ Չէ, թերևս տարբերություն կա։ Զելենսկին չի հարձակվել Ռուսաստանի վրա։ Այսքանով տարբերություն կա։ Հա։ Բավարար է մեզ համար։ Իմ համար չէ։ Իմ համար այդպես ստանդարտներ չեն աշխատում։ Հա, եթե մարդը հանցագործ է, կարևոր չի ինքը այսքան հանցագործ է, թե այսքան հանցագործ է։ Հա, եթե ուզում եք ասեք Պուտին ավելի մեծ հանցագործ է, հա։ Բայց նի հանցագործը նաև սա։ Լավատեսական միտք լսենք։ Ցույց տվեցին, որ վերջի այս ընտրությունները ցույց տվեցին, որ իրականում հայ ազգի մեջ կա այդ խումբը, կա, ասենք թե այդ հանրությունը, որը իրեն դեմ է, չի վախենում այդ դեմ լինելուց, գնում է ընտրություններին եւ քվեարկում է ազգային արժեքների օգտին։ Վերջի այս Սա գիտեք ինչ եմ անում հնչացնում, որովհետեւ այսօրից լավ բան չեմ կարողանում ասել։ Ուզում գոնե իմ փոխարեն մեկ այլ մարդ ասի դա։ Ու ես էլ ասեմ աշկը ստենա։ Դե հիմա ինձ ուրիշ բան է պետք տեսնելու համար։ Քաղաքական հարցերը իմ համար փակվեցին Հայաստանում։ Ինչ որ հույսեր, ինչ որ ուժերի հետ կապված, process-ների հետ կապված, չէ վերջ։ Թե ինչ կանեմ ես ընթացքում, վաղը մյուս օրը ես կորոշեմ, բայց ասից ու մի գոնե մի լավ բան ուսադող ընչի, գոնե եթե ես չեմ կարողանում ասել դա, թող ուրիշ մեկի կողմից ընչի դա։ Սա լսենք, տեսնենք ինչ գնով ենք հասել էլ այսօրվան, ինչերով ենք հասել։ Երկու լավաշ ու ծնվեց մի մեծ բանաստեղծ։ Երբ Համո Սահյանը փոքր էր, մի օր, երբ ծնողները գնացել էին Սար խոթնձի, երեխաներով ընկնում են մեծ եղբոր Համոյի հետևից, որ գնան դաշտ սինձ ուտելու։ Բայց ճանապարհին զգում են նոր թխվող լավաշի բույրը ու չեն կարողանում առաջ շարժվել։ Ախորժելի հոտը արբեցնում է քաղցած մանուկներին։ Հանկարծ լավաշի դարսը թևին գցած դուրս է գալիս ծեր հացթուխը եւ երևի խղճալով սովահար փոքրիկներին երկու լավաշ է տալիս։ Սոված էինք, բայց Համոն չթողեց որ ուտենք, ասաց մենք սինձ կուտենք, պահենք մեր հորն ու մորը։ Չկերանք, պահեցինք մինչև հայրս ու մայրս եկան։ Լավաշը Համոն ծոցից հանեց, տվեց իրենց։
հիշում է Համոսահյանի քույրը Հասմիկը։ Ծնողները հարցնում են, երեխաները արդյոք կերել են։ Նրանք պատասխանում են ոչ։ Մայրն ու հայրը լաց են լինում։ Համոսահյանը միշտ հուզմունքով էր հիշում իր կյանքի այս դրվագը։ Տասնամյակներ անց նա քրոջն ասում է. «Այն երկու լավաշն արեց, որ ես բանաստեղծ դարձա»։ Սիրելի Ցեղասպանազուր ու ցեղասպանությունից մազապուրծ եղած սերունդ, այս ձևով ապրած, մեծացած, մեզ երկիր ժառանգած, մենք ինչ ենք անում իրանց թողածի հետ։ Այս ձևով ապրել, դիմանալ, մեզ երկիր փոխանցել, մենք ինչ ենք անում դրա հետ։ Մարմնով դարձա քուրդ, սակայն հոգիս հայ էր։ Տարիներ անց այսպես է ասում հայուհի Գյուլիսարը, ում քրդերը առևանգել էին 14 տարեկանում։ Ողջույն եւ բարի գալուստ Անիաս Էջ։ Երբեմն մեկնաբանություններում կարդում եմ, որ մարդիկ չեն ցանկանում լսել հայոց պատմության տխուր եւ ողբերգական էջերը։ Սակայն այս ամենը արվում է նրա համար, որպեսզի ոչ միայն թարմացվի մեր հիշողությունը, այլև պատմությունից դասեր քաղենք, որովհետեւ այն մարդիկ, ովքեր պատմությունից դասեր չեն կարողանում քաղել, ավելի սարսափելի ճակատագրի են արժանանում։ 1880-ական թվականներին թուրքական իշխանությունները խրախուսում էին քրդերին, որպեսզի նրանք վայրագություններ իրականացնեն հայկական համայնքներում, կողոպտեն հայերի տնտեսությունը, առևանգեն դեռատի աղջիկներին կամ հարսներին։ Գուլոն ընդամենը 6 ամսական էր, երբ կորցրեց մորը։ Նա շրջապատված էր ջերմությամբ։ Շատ կայտառ եւ ուրախ աղջնակ էր։ Ընտանիքի զարդն էր համարվում եւ հաճախ միջոցառումների ժամանակ նա սիրում էր երգել, պարել եւ հերթական հարսանիքներից մեկի ժամանակ նրան նկատում է տարոնում հայտնի իր վայրագություններով Մուսա բեկը։ Մի երեկո Մուսա բեկը 150 ավազակների հետ շրջապատում է գյուղը եւ առևանգում դեռատի աղջնակին, ով հազիվ 14 տարեկան էր։ Այդ օր իմ սև հարսանիքներ, հետագայում ասում է Գուլոն։ Գուլոյի առևանգման լուրը Բիթլիսից հասնում է պոլիս, անգամ այս նորության մասին իմանում է Անգլիայի հյուպատոսը անձամբ լսելով աղջնակից։ Տեղի է ունենում փակ դատավարություն, որին ներկա են միայն քրդերը եւ թուրքերը, եւ աղջիկը քաջություն է ունենում բոլորի առջեւ խոստովանելու, որ վերջինս հայ է եւ նրանց տիպողաբար քրդացրել են։ Հայերի միասնականության շնորհիվ Գուլոյին վերադարձնում են հարազատ գյուղ։ Նրան նորից մկրտում են, տալով Ռիփսիմե անունը ի պատիվ Սուրբ Գույսի։ Գուլոն ամուսնանում է Մշո Սուրբ Կարապետ Վանքի քահանայի որդու Գեղամի հետ, եւ նրանք ունենում են զավակներ եւ վերջնականապես հաստատվում են Մուշում։ Չարագործ Մուսաբեկին աքսորում են Մեքքա։ Միասնականություն, ահա թե որտեղ է թաքնված հայի ուժը։ Շնորհակալություն Անի Կարապետյանին։ Այսօր թողի փոխարեն խոսան մեր աղջիկները։ Իսկ վերջում կոլեգայի մասին եմ ուզում խոսամ, որը ոչ միայն ֆանտաստիկ դաշնակահարափայլուն երաժիշտ, այլ մարդ, մեծատառով մարդ, որին ատում ամբողջ Ռուսաստանը, որովհետև ինքը պատերազմից սկսած, պատերազմի օրվանից սկսած, Ռուսաստան չի գնում։ Իրեն ատում են թուրքերը, որովհետև ամենամեծ փողն են տալի, որ Թուրքիայում Ամերիկ տա, ասում է, քանի դուք չեք խոստովանել հայերի ցեղասպանությունը, ես չեմ գալու Թուրքիա, լինելով ազգությամբ հրեա։ Ատում եմ, կներեք ես բառիս համար, ճշմարտության եւ խղճի հետ ժանգլորություն անողներին։ Չեմ սիրում, չեմ ընդունում։ Ու պաշտում եմ այն մարդկանց, ում համար դրանք սակարկելի բաներ չեն։ Տաղանդի աստիճանը կապ չունի, ընդհանրապես կապ չունի, բայց այս պարագայում այս մեծության մարդ, ու ինքը հրաժարվում է իր կարիերայից շատ անգամներ, հսկայական փողերից, իր սկզբունքների համար, մարդ իր երկիրը, որտեղ ինքը մեծացել է, չի գնում, ես չեմ կարող վերադառնում, դա ֆաշիստական պետություն է, նա իր հարազատ եղբոր վրա է կրակում։ Իմ համար այս մարդիկ շատ կարևոր են, որ իմանամ իրանք կան, որ ես մենակ չեմ։ Իսկ իմ ասպարեզում շատ քիչ են դրանք, չափազանց քիչ։ Դա որոշեցի
գոնե մեկի մասին ձեզ տեղեկացնել։ Այսօր ես երեկոյան պայմանավորվել եմ արդեն հարց ու պատասխան ենք ունենալու եթերում Անդրեաս Ղուկասյանի հետ, թող ինքը գնահատականները տա, ես էլ աշխատել եմ չխոսամ այդ մասին։ Ես չգիտեմ ճիշտ ասած ինչ խոսեմ։ Ես ուղղակի չգիտեմ նույնիսկ ինչ սպասեմ։ Գոնե առայժմ սա է իմ տրամադրությունը, թե ընթացքում ինչեր կծրվի, ինչեր կփոխվի, մենք փնտրելու ենք մեկ լուծումները, բայց առայժմ կա այն ինչ որ կա։ Սա չի նշանակում, որ մենք հանձնվում ենք, ես չգիտեմ այդ ինչ բան է, ես ուղղակի պատրաստ եմ ժամանակավոր լռել, մինչև հասկանամ ինչ է կատարվում, մինչև հասկանամ ինչա պետք է անել։ Այսօրվա համար հասկանում եմ։